Իմ ընտանիքս ասկսում հայրենիքը, չէ։ Ուրեմն քաղաքացիական պայմանագիր եմ ընտրում։ Ինչով է դա պայմանավորված, Ինչով։ ինչու եք սատարում այս ուժին։ Ես այդքան ժամանակ չեմ տեսել վատ բանը։ Եվ գիտեք ինչ, ես կարող եմ միայն ասեմ, պարոն Փաշինյանը մեր սպառապետն է Հայաստանի Հանրապետության։ Ինչու ունեք այդ համոզմունքը։ Եվ գրագիտությունն է իրան բարձր, եւ մարդկությունն է, եւ հայրենասիրությունն է։ Այդ ամեն ինչը դա պլյուս մեր դպրոցները, մանկապարտեզները քանդել էիք, չէ։ 30 տարի ես պատերազմի վետերան եմ։ Տեկին ես գիտեմ էլի ինչա կատարվել այդ աշխարհում։ Դրա համար ես 96 թվականին իմ ընտանիքը ես լավ գործի էի։ Վերցրեցի գնացի Ֆրանսիա։ Ինչի համար։ Այո, իմ ընտանիքն այնտեղ է։ Իսկ ես իմ հայրենիքում եմ։ Վերադարձել եք հեղափոխությունից հետո։ Ոչ, ավելի շուտ։ Իսկ ինչով է պայմանավորված նաև ձեր վերադարձը, հավատում եք արդեն այս երկրի կայացմանը։ Ես հավատում եմ մեր երկիրը Շվեյցարիայից էլ բարձր է։ Եվրոպայի կենտրոնը Հայաստանում է։ Մի ժամանակ կոմունիստները գիտեք ինչ էին ասում։ Թե անգլիական նավերը չեն բարձրանա հայկական սարերը, իսկ հիմի անգլիական նավերը Երևանի կենտրոնում են։ Դա բավարարվում է ձեզ։ Իսկ նախկին ղեկավարները, որ հիմա ասում են մեր ժամանակ ամենախաղաղները, Ռոբերտ Քոչարյանը խոսում է հզոր բանակից։ Ջանա, ես էլ կարող ասեմ, Երուսաղեմից նոր եմ իջել, ամպերյոտո ոտքերս, նրանց ճանաչում եմ, ես Ռոբերտ Քոչարյանին եմ անձամբ ճանաչում, Ֆիզուլիում, Հորադիզում, ես մախնոն եմ եղել, ես կոմանդիր եմ եղել, ես տեսել եմ զոհված ընկերներ, տեսել եմ թիկունքի խփողներ, այդ մասին չխոսենք։ Իսկ Սամվել Կարապետյանը, որ ասում է ռուսական Ես դրանք չեմ ճանաչում, դա որտեղից է եկել, Մոսկվայի Կրեմլի ավտորիտետ տղերքից է, ինչից է, թե Պուտինի ոտքերն է լվանում, թե Փաշինյանի ոտքերը լվանա, որ իրան գլուխը չեն կերել, ես Հայրապետյանին էլ գիտեմ անձամբ, որ օգնում էր Ղարաբաղում, ինչեր արեցին, ինչեր եղան, ես մողոլ թաթարներին չեմ ճանաչում, մուսուլմաններ են դրանք, ազգություն ռուսը, նրանք եթե այբուբեն չունեն, մենք դարավոր մեր երկիրն է, մեր ազգն է, մենք մեզ շատ կոտորածներ ենք տեսել, բայց Իսկ որ սպառնում են վերջի օրերին գազիգին, լարսը փակել։ ես նոր էլ լսեցի ինֆորմացիան, այնտեղ այդ որ բանը մեկնաբանն է, հա, կարող է որ եթե Հայաստանը գնա Եվրոպա, Հայաստանը ամեն մի տեղն է, մեզնից հասկսվել, նրանք որ անգրագետ են եղել, ռակետները Գագարինն էլ է որ թռելի հայն է, այդ ռակետները սարքել, որ մենք ամեն ինչ արել ենք Ռուսաստանի համար, բայց ինչ, եթե մենք չլենք թուրքերը ձեր գլուխները կկտրեն, ոչ, մենք ենք իրանց գլուխները արդեն կկտրենք, մեզ միշտ վախացրել են, չէ այդպես են, կոմունիստական դաստիարակություն են ունեցել, ես իմ հայոց պատմությունը չեմ մածել, թե ինչ է, որտեղից հասկսում։ Իսկ խաղաղությունը կարևորում եք Ադրբեջանի, Թուրքիայի։ Մենք ենք, ինչպես Ադրբեջանի, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորելը։ Եթե նրանք մեր հետ չեն կարգավորվի, մեկ էլ չենք կարգավորվի։ Թե չէ որ, տեսնում ենք առևտուր ալնում, ինչ ա եղել, բա ինչ, այդ կոմունիստներն են մեզ դրտել, որ պատես 88 թվի շարժումներից եղել եմ, մասնակցել եմ, գիտեմ էլի դրանք այդ ոնց է կատարվել։ Շատ լավ կլինի, ինչ եղել, եթե չլինի մենք ոչինչից չենք վախենում, ոչ ոքից չենք վախենում։ Իսկ այս ընտրությունները ինչու են այդքան կարևոր ըստ ձեզ։ Ինչ անենք, ընտրենք նորից մեծ հարուստներին, մեծ հարուստ։ Ես ընտրում եմ իմ հայրենիքը, իմ ընտանիքը, իմ ընտանիքից եմ ես ասում, չէ, իմ հայրենիքը սկսվում է իմ ընտանիքից։ Հայաստանի Հանրապետության 29743 կիլոմետրը սկսվում է իմ հայրենիքի, իմ տնից, իմ օջախից, դրա համար ընտրում եմ քաղաքացիական պայմանագիրը, ես եմ ընտրում ինքս ինձ։ Երկընտրանքը ո՞րն է նկատի ունեմ, խաղաղություն ու պատերազմ շատ են ասում, պետություն ունենալ, չունենալ, ինչ է կարծում այս ընտրությունները ինչի միջև է լինելու։ Դե ես ձեզ նուրն ասեցի, ջանա, մեզ միշտ 70 տարի մեզ ասել են, որ եթե մենք չլենք, թուրքերը ձեր գլուխը կուտեն, կգդրեն։ Հետո ես տեսել եմ 90-ից 94 թվերի պատերազմում, ամեն մի տեղ, բայց առաջի թշնամին իմը ռուսն է եղել,
Իսկ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Օրենքի երկիր։ Օրենքը բոլորիս համար հավասար է։ Ես շատ գործերի մեջ եմ եղել։ Միտեղ կներեք էլ ներողություն եմ խնդրում։ Ասում են են հանցագործին են ներողություն։ Բուտանկային բռնում են, ասում են քաղաքական հալածանքներ են տալիս մեզ։ Լսեք, վերջապես օրենքը պետք է գործի։ Ով էլ ուզում ալնի, հայրս էլ լինի, մայրս էլ ես էլ լինեմ։ Ով էլ Փաշինյանն էլ լինի, բոլորի համար հավասար է օրենքը։ Ես տեսել եմ, ես ապրել եմ եւ Բելգիայում, եւ Ֆրանսիայում, եւ Գերմանիայում, եւ Իտալիայում, եղել եմ Հունաստանում։ Շատ երկրներ օրենքի, գիտեք ինչ։ Ես շունիկների շատ ընդեղել եմ ունեցել։ Դիտավորյալ շունիկ ունեի, անգլիական պարոտ էր։ Ասի պիտի անցումով չանցնեմ։ Դիտավորյալ այդ ճամփի բանը անցա, մարդիկ կանգնել են ասում են, ինչ ես անում։ Իսկ մեզ կտրորեն կանցնեն։ Իսկ չեն իմանում։ Օրենքը բոլորի համար պիտի հավասար։ Իսկ Եվրոպայում մեզ սպասում են, գիտեք, ընդդիմադիրները հաճախ են ասում, որ այնտեղ Եվրոպան է մեզ սպասում։ Մենք մեզ ոչ մեկն էլ չպետք է սպասենք։